աշխատանք, այսինքն լուծեցիր մի խնդիր, ստացար 3 խնդիր, լուծեցիր 3 խնդիր, ստացար 9 խնդիր, լուծեցիր 9 խնդիր եւ այդպես շարունակ։ Եվ բայց շատ կարեւոր է դիրքավորումը, քաղաքական դիրքավորումը։ Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք։ Որովհետեւ մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը հերանեկար ունեցող Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը անվտանգ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը ապահով Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը քաղաքացիակենտրոն եւ մարդակենտրոն Հայաստան է, եւ մեր ձևավորված Հայաստանը անընդհատ ռեֆլեքսիա ինքը իրեն ռեֆլեքսիայի ենթարկվող Հայաստանը։ Այսօրվա ես ընդհանրապես այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետեւ մենք հասել ենք պատմական նվաճման, մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը, անընդհատ տեղի ունեցող պատմական ցիկլերը։ Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, երբ որ մեզ կաղապարը տվել են, ասել են, այ դուք սենց պետքա սիրեք հայրենիքը։ Ձեր տան պատերին պետքա այսինչ նկարը կախած լինի, դուք պետքա երգեք այսինչ երգերը, արտասանեք այսինչ բանաստեղծությունները եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա մենք առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության եւ մեր անելիքների հետ եւ մենք ենք դա անում։ Այդ ճանապարհին մենք կսխալվենք, այդ ճանապարհին վերանայումներ կանենք։ Բայց ժամանակին մի կարգախոս կար Հայաստանում, քաղաքացիական հասարակություններ օգտագործում այդ կարգախոսը, հնչում էր այդպես, մենք ենք տերը մեր երկրի, այդ կարգախոսը այսօր իրականացված է, մենք ենք տերը մեր երկրի։ Դա ամենամեծ նպատակն է, որը ընդհանրապես եղել է եւ այդ նպատակը իրագործված է, մենք ենք տերը մեր երկրի։